Ստեփանավանին հարակից տարածքում առաջիկայում հնարավոր է նոր բազմամետաղային հանքավեր շահագործվի։ Լուրը օրեր առաջ տարածվեց համացանցում եւ առաջացրեց առաջին հերթին հենց ստեփանավանցիների անհանգստությունը։ Բնական է, մարդիկ անհանգստանում են սեփական առողջության համար։ Նորից քննարկում են հանք բացել Հայաստանի ամենամաքուր կանաչ մնացած վայրերից մեկում, որտեղ մեկը ես ու իմ նման 40-ից ավել մարդիկ վերջ տարիներին տեղափոխվել են ապրելու ու այսպես հպարտանում ենք, որ մեր երեխեքը մեծանալու են առողջ սնունդով, առողջ օդով։ Նոր տարածքների երկրաբանական հետազոտության մասին է խոսքը, պաշարներ գնահատելու համար։ Այսինքն, որը ըստ էության նշանակում է, որ եթե նոր պաշարներ հայտնաբերվեն, ապա պետք է նոր տարածքներ դնեն շահագործեն։ Վերջին 6 տարիներին Ստեփանավանի տարածաշրջանում նոր հանքավայրերի որոնման կամ շահագործման ուղղությամբ առնվազն մի քանի փորձ է արվել։ Դրանք կասեցվել են բնակիչների եւ բնապահպանների պայքարի շնորհիվ։ Հացն այն է, որ Ստեփանավանը վերջին տարիներին տուրիստական հոսքերի թիրախ դարձնելու համար մեծ աշխատանք է կատարվել։ Նաեւ ահռելի աշխատանք է տարվում տարածաշրջանում գյուղ ոլորտի զարգացման ուղղությամբ։ Իսկ մետաղական հանքի շահագործումը չի կարող չազդել այդ ոլորտների վրա, նշում են բնապահպանները։ Եթե այս ուղղությամբ գնաց հանք արդյունաբերությունը քաղաքին այսքան մոտ այստեղ ստեղծվեց, սա ուղիղ հարված է լինելու մեր պլաններին, մեր երազանքներին, տուրիստական բիզնեսին, արգելի ձեռնարկատերեր եւ պոտենցիալ ներդրողներ եւ առողջությանն ու ապագային։ Այդ տարածքները շատ խոնավ տարածքներ են, այդ տարածքներում նաև բազմաթիվ վտակներ կան, այդ տարածքին մոտ է գտնվում ջրաշուշանների հայտնի լիճը, այսինքն այդ Պուրասարի տարածքում։ Բնականաբար ցանկացած արդյունաբերական գործունեություն ուղղակի հնարավոր չէ, որ շրջակա միջավայրին չվնասի։ Նախկինում այս տարածաշրջանում մետաղական հանքի շահագործման փորձ եղել է։ Երկար տարիներ առաջ հանքը փակվել է, բայց դրա հետևանքները մոտակա ջրային ավազաններ ներթափանցող թափոնների տեսքով պարբերաբար ֆիքսվում են։ Անձրևաջրերն իրենց հետ բերում են տարբեր ապարներից լվացված ջրեր։ Նոր հանքի շահագործման համար անհրաժեշտ երկրաբանական աշխատանքների մասով տեղի են ունեցել հանրային լսումներ։ Բնապահպանները սակայն վստահեցնում են, որ քաղաքի բնակչության գերակշիռ մասը դրանց մասին առաջին անգամ է լսում։ Ստեփանավանում օնլայն եւ օֆլայն բիրույթում դիսկուրսներ, քննարկումներ են գնում եւ մարդիկ նոր են տեղեկացվել, այդ իմ գրառումից հետո են տեղեկացվել, այսինքն հանրությունը տեղյակ չի եղել լայն մասնակցություն ապահովելու համար, թե ովքեր են մասնակցել այդ հանրային քննարկումներին հայտնի չէ, բայց բնակչության հիմնական մասը իրենք տեղյակ չեն։ Առաջին լսումները պաշտոնապես դրական ելք են ունեցել եւ համայնքի ավականին առաջադրված նախագծին դրական է արձագանքել։ Հուլիսի 17-ին սպասվում են հաջորդ հանրային վերջին լսումները։ Այդ իսկ պատճառով Ստեփանավանի ակտիվ քաղաքացիները կոչ են անում իրենց համակարգացիներին գալ լսումների վայր եւ արտահայտել իրենց կարծիքը հանքի հնարավոր շահագործման վերաբերյալ։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։